Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է եղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանին Իրանի ղեկավարության եւ քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Մշտապես կհիշենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում, այս դժվարին պահին հույս ենք փայփայում մերձավոր արևելքում խաղաղության եւ կայունության շտապույտ հաստատման համար։ Հայաստանում Իրանի դեսպանատնից հաղորդում են, որ այսօր տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը։ Միրզոյանը զրույցի ընթացքում իր ցավակցությունն է հայտնել գերագույն առաջնորդի, ինչպես նաեւ իրանցի մի շարք քաղաքացիների, կանանց եւ երեխաների նահատակության կապակցությամբ։ Նա նաեւ հայտարարել է Հայաստանի պատրաստակամության մասին այս պայմաններում անհրաժեշտ ցանկացած մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, հույս հայտնելով, որ ստեղծված իրավիճակը դիվանագիտական հանգուցալուծում կունենա։ Մետրոյի աջափնյակ կայարանը կառուցելու նախապատրաստվելուն զուգահեռ քննարկվում է նաև 48 նոր վագոն ձեռք բերելու դեպոն ու մի շարք այլ ենթակառուցվածքներ արդիականացնելու ծրագիրը։ Նշվում է, որ աշխատանքի իրականացման համար հատկացված է 120 օրացույցային օր։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանը հայտարարել է, որ սահմանադրության տեքստի նախագիծը մարտին կհրապարակվի, տեքստը գրեթե պատրաստ է, տեքստը հրապարակվելու այն ցանկությամբ, որ կարծիքներ լինեն փոփոխության համար, այսինքն բաց ենք լինելու յուրաքանչյուր առաջարկի առաջ, ասել է նախարարը։ Միաժամանակ նա հավելել է, որ սահմանադրությունից հռչակագիրը հանելու հետ կապված դեռ որոշում չկա։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը կեղծ լուր է որակել Իրանի այն պնդումը, որ Երուսաղեմի վրա հրթիռային հարձակումից հետո վարչապետի ճակատագիրն անհայտ է։ Բոլոր տվյալներով Նեթանյահուի գրասենյակն անվնաս է։ Մեծ թափով շարունակվում է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի շինարարությունը։ Մարզահամալիրի 6 մասնաշենքում ավարտվել են առաջին հարկի պատերի ամրավորման եւ բետոնացման աշխատանքները, իսկ առաջին, երկրորդ եւ երրորդ մարզադահլիճային մասնաշենքերի երկաթբետոնե կոնստրուկցիաների պատրաստումը զրոյից բարձր նիշում կատարված է միջինից 70-80%-ով։